Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին իմերի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է վրաց-ամերիկյան հարաբերությունների, միջազգային գործընկերների հետ համագործակցության դինամիկայի եւ առկա մարտահրավերների մասին։ Նախարարի խոսքով Վաշինգտոնում արդեն տեղի են ունեցել Վրաստանի վերաբերյալ քննարկումներ եւ նախատեսվում են կոնկրետ քայլեր երկկողմ հարաբերությունների վերանայման համար։ Մարկո Ռուբիոն նշեց, որ Վրաստանի հարցն արդեն քննարկվել է պետդեպարտամենտում եւ որ նախատեսվում են որոշակի միջոցառումներ վերանայելու վրաց-ամերիկյան հարաբերություններում առկա իրավիճակը եւ ժառանգությունը ԱՄՆ նոր վարչակազմի օրոք։ Արտգործնախարարի խոսքով Վրաստանի դեմ վերջերս իրականացված նպատակային արշավները որոշակի ազդեցություն են ունեցել երկրի միջազգային դիրքորոշման վրա, ինչը նաեւ ազդել է գործընկեր երկրների հետ հարաբերությունների դինամիկայի վրա։ Մենք չենք կարող այնքան միամիտ լինել, որ մտածենք, թե Վրաստանին վարկաբեկելուն ուղղված ջանքերն անարդյունավետ են եղել։ Իհարկե դա որոշակի հետևանքներ է ունեցել։ Մենք տեսնում ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների սառեցում, որն այդ ուժերի ջանքերի հետևանքն է։ Հատուկ ջանքեր են գործադրվել Վրաստանին դուրս մղելու եւ եվրոպական եւ ամերիկյան օրակարգերից։ Խոսելով Վրաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հեռանկարների մասին, Մակա Բոջորիշվիլին ընդգծել է երկխոսության եւ երկկողմանի ներգրավվածության կարեւորությունը։ Նրա խոսքով Վրաստանը բազմիցս արտահայտել է հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամությունը։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի եւ ԵԱՀԿ-ի միջև գործակցության արդիական հարցեր։ Հատուկ անդրադարձ է եղել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակին։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափի եւ ԵԱՀԿ-ի ներգրավվածության կարեւորությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգության մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Մակա Բոջորիշվիլին ընդգծել է ԵԱՀԿ-ի շրջանակում համագործակցության եւ ներգրավվածության կարեւորությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է նաեւ Եվրամիության ընդլայնման հարցերի վերաբերյալ քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության ընդլայնման ընթացիկ գործընթացին, առկա մարտահրավերներին եւ ապագա քայլերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ղեկավարները քննարկել են երկու երկրի միջև գործակցության ներուժը եւ կապերի հետագա ամրապնդման քայլերը, հիմնվելով ընդհանուր շահերի եւ Թուրքիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդների բարօրության վրա։ Զրույցի ընթացքում նրանք վերահաստատել են Անկարայի եւ Աբու Դաբիի միջև հարաբերությունների խորացման իրենց հանձնառությունը, հիմնվելով տարբեր ոլորտներում ձեռք բերված առաջընթացի վրա։ Պետությունների ղեկավարները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների եւ դրանց ի պատասխան ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Երկու նախագահների միջև նախատեսված հանդիպումը հետաձգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդի առողջական խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ կողմերը վերահաստատել են հանդիպումը հնարավորինս շուտ անցկացնելու իրենց հանձնառությունը։ Անկարան խստորեն դատապարտում է Իսրայելի իշխանությունների կողմից օկուպացված արևմտյան ափում հողերի գրանցման նոր որոշումը, ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը Թել Ավիվի գործողությունները անվանել է միջազգային իրավունքի խախտում։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի հաստատել Իսրայելի վերահսկողությունը օկուպացված արևմտյան ափի նկատմամբ եւ ընդլայնել բնակավայրերի գործունեությունը։ Այս քայլը, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին իրենց հողերից բռնի տեղահանելուն եւ Իսրայելի կողմից անօրինական անեքսիայի գործողություններն ուժեղացնելուն, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է եւ անվավեր է։ Նախարարությունն ընդգծել է, որ Իսրայելը չունի ինքնիշխանություն օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող էքսպանսիոնիստական քաղաքականությունը խաթարում է խաղաղության ջանքերը եւ վնասում է պաղեստինյան հարցի երկու պետությունների լուծման հեռանկարներին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Շվեյցարիա, որտեղ Օմանի միջնորդությամբ բանակցություններ տեղի կունենան Իրանի միջուկային հարցի շուրջ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Այս ուղևորության ընթացքում արտաքին գործերի նախարարը նաև կհանդիպի եւ բանակցություններ կվարի Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի, Օմանի արտաքին գործերի նախարարի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի եւ Շվեյցարիայում գտնվող միջազգային կազմակերպությունների այլ պաշտոնյաների հետ, նշված է հայտարարության մեջ։
Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ տեխնիկական խոր քննարկման նպատակով։ Երեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընթരാճ կհանդիպեմ Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ Հուսայիդի հետ։ Ես Ժնևում եմ արդար եւ հավասար համաձայնության հասնելու իրական գաղափարներով։ Չենք պատրաստվում քննարկել սպառնալիքների տակ զիջումները։ BBC-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին ասել է, որ Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումային տարբերակներ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների չեղարկման հարցը։ Նրա խոսքով, որպես փոխզիջման կամքի ապացույց, Իրանը կարող է քննարկել 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը։ Նա ևս մեկ անգամ կրկնել է համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը եւ Իրանից հանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում։ Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ձգձգվող բանակցային գործընթացում Իրանն է դանդաղեցնում առաջընթացը, մինչդեռ BBC-ին տված հարցազրույցում Թախտ Ռավանչին ճիշտ հակառակն է պնդել։ Գնդակը այժմ Ամերիկայի դաշտում է եւ նրանք պետք է ապացուցեն, որ ցանկանում են համաձայնագրի հասնել։ Եթե նրանք անկեղծ են, վստահ եմ, որ մենք համաձայնագրի ճանապարհին ենք։ Հիշեցնենք, որ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե չհաջողվի համաձայնության գալ իրանական միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնագրի շուրջ։ Միաժամանակ Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսրայելը պահանջում է ոչ միայն դադարեցնել Իրանում ուրանի հարստացման գործընթացը, այլև մերժել Թեհրանի կողմից նման գործունեություն ծավալելու ցանկացած հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում առաջատար ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով փետրվարի 11-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին, Նեթանյահուն կրկին կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագրի հեռանկարները։ Բայց ես ասել եմ, որ եթե հնարավոր լինի հասնել համաձայնության, այն պետք է պարունակի մի քանի կետեր, որոնք մենք կարևոր ենք համարում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների, տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության համար։ Նախ բոլոր հարստացված նյութերը պետք է հեռացվեն Իրանից։ Երկրորդ, չպետք է լինի հարստացման ուղղությամբ որևէ գործունեություն, այսինքն պետք է ապամոնտաժվեն ուրանի հարստացման սարքավորումները եւ ենթակառուցվածքները։ Եվ երրորդ, բալիստիկ հրթիռների հարցը նույնպես պետք է լուծվի։ Վաշինգտոնը քննարկում է իրանական հրթիռային ծրագրի շուրջ իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։ Եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, Միացյալ Նահանգները չի բացառում Իսրայելի ռազմական գործողություններին աջակցելը։ Հատկանշական է, որ Աֆղանստանում իշխանության գլուխ կանգնած Թալիբան շարժումը հայտարարել է, որ պատրաստ է օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Իրանին Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում, սակայն մտադիր չէ մասնակցել Միացյալ Նահանգների հետ պատերազմին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը 3 անգամ հարձակվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա, դա անվանելով դիտավորյալ հարձակում։ Ալիևը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկմանը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վլադիմիր Պուտինի առջև բարձրացրել է այն հարցը, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումների ընթացքում վնասվել են նաև ադրբեջանական ընկերություններին պատկանող էներգետիկ օբյեկտներ։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է, որ հարցը բազմիցս բարձրացվել է արտաքին գործերի նախարարությունների եւ նախագահների աշխատակազմերի մակարդակով պաշտոնյաների միջև բազմաթիվ շփումների ընթացքում։ Նա նշել է, որ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից բացի Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա 3 հարձակում է եղել։ Առաջին հարձակումից հետո մենք կարող էինք ենթադրել, որ դա պատահականություն է, եւ մենք մեր ռուս գործընկերներին տրամադրել ենք Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների կոորդինատները։ Այդ ամենին հաջորդեց եւս 2 հարձակում։ Այսպիսով կարծում ենք, որ դրանք դիտավորյալ հարձակումներ էին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։ Ալիևի խոսքով ադրբեջանական կողմը կարող է գործել միայն դիվանագիտական միջոցներով եւ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց իհարկե սա համարվում է Ադրբեջանի նկատմամբ անբարյացակամ գործողություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ալիևի հայտարարությանը, նշել, որ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ գերատեսչության ռուսական ուժերը հարվածում են օրինական ռազմական թիրախների, հաշվի առնելով օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների գտնվելու տեղակայումը։ Բաքուն կարող էր բարի դրացիության ոգով բարի կամք դրսևորել, ազատելով 11 ռուսաստանցիներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Բաքվի համապատասխան որոշումը մեր քաղաքացիների վերաբերյալ կարող էր դառնալ բարի դրացիության ոգով բարի կամքի դրսևորում եւ նպաստել մեր երկրների միջև բազմապլան համագործակցության հետագա ամրապնդմանը։ Ռուսաստանցիների շուտապույտ ազատումը մեր անշեղ առաջնահերթությունն է։ Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները ռուսաստանցիներին տուն
կապում վերադարձնելու համար տարբերակներ են քննարկում։ Մենք պարբերաբար բարձրացնում ենք այս հարցը ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ քաղաքական շփումներում, նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարը։ Ռուսաստանցիները ձերբակալվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի 1-ին Սավայլի շրջանի դատարանը նրանց նկատմամբ կիրառել է կալանք 4 ամսով։ Հոկտեմբերի 28-ին Խաթայի շրջանի դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարացվել է ևս 3 ամսով։ Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են թմրանյութերի շրջանառության եւ կիբերխարդախության համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Նիշ քաղաքի մերձակայքում Ադրբեջանի հետ համատեղ գազային էլեկտրակայան կկառուցվի եւ ըստ նրա այն շահագործման կհանձնվի 2029 թվականին։ Վուչիչը հայտնել է, որ այս հարցը քննարկել է Սերբիա պաշտոնական այցով ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը նախնական համաձայնագիր են ստորագրել։ Շինարարությունը կտևի 2 տարուց մի փոքր ավելի։ Վուչիչը նշել է, որ խոսքը մաքուր էներգիայի մասին է, որը Եվրոպական միությունը ճանաչել է որպես էկոլոգիապես անվտանգ։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։